Հայաստանի հզորացմանն ուղղված առաջարկներն այս անգամ վանաձորցիներն են ձևակերպում։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության անդամների այցի հասցեն այս անգամ Լոռին է, ուղերձը նույնը՝ լսել մարդկանց մեծ ու փոքր խնդիրները, քննարկել, առաջարկել լուծման ուղիներ։ Ինչպես եւ բոլոր բնակավայրերում Ստեփանավանում գոյություն ունի աշխատատեղերի լուրջ խնդիր։ Մարդիկ զբաղված են պոակներում, հողակներում եւ սպասարկման ոլորտում։ Շատ կարևոր է, որ կարողանաք դուք որևէ արդյունաբերություն կամ արտադրություն ստեղծեք, որպեսզի մարդիկ կարողանան աշխատատեղ ունենան, արժանապատիվ աշխատավարձ ունենան եւ չձգտեն արտագաղթել։ Շատ բաներ մենք կորցրել ենք։ Այդ հին, օրինակ, եթե Վանաձորը հայտնի քիմիական արտադրական համալիր է եղել, չէ, քիմիական մանրաթելի եւ քիմիական գործարան, որը այդ ամբողջ համալիրն է եղել Վանաձորի, որը այսօր փոշիացված է, չկա, որի կազմել եղել է Վանաձորի փոքրիկ ջերմային էլեկտրակայանը։ Վանաձորի շենքերը ավակները կհիշեն, այդ ջերմային էլեկտրակայանի հաշվին էին ջրուցում նայեն։ Հնարավոր է, որ քիմիական համալիրը վերագործարկեն, ճիշտ չի լինի մասնագիտական առումով, որ ասեմ հիմա հնարավոր է մեծ ներդրումներ պետք կլինեն։ Չի կարա կառավարությունը ասի ստեղծում եմ աշխատատեղ, ինքը պետք է նպաստի, որ Ստեփանավանում աշխատատեղ ստեղծելը ձեռնտու ունի։ Եվ Ստեփանավանցի շատ գործարաններ, ձեռնարկատերեր կարծում եմ այդ տաղանդը շատերը ունեն, բայց այդ միջավայրը ուրեմն եթե չի ստեղծվում, ուրեմն ձևավորված չի այդ միջավայրը, եւ ոչ միայն Ստեփանավանում։ Կոնկրետ աջակցություն ապե, պետությունը ասի, քեզ տալիս եմ 0%-ով վար, այս փողը առ, հերթով ես քեզ ստուգելու եմ, թե փողը ինչի մեջ ես դնում։ Ես 6-րդ գումարման պարլամենտում արդյունաբերական քաղաքականության մասին օրենքի հեղինակն եմ։ Մայր օրենք, որ 0-ից է։ Օրենքների 99%-ը գործող օրենքների մեջ փոփոխություններն են։ Այդ օրենքը ինչ եմ ասել։ Պետք է Հայաստանում լինեն արդյունաբերական գոտիներ ու հնգամյա պետական ծրագիր։ Այսօր մեր պետությունը արդյունաբերության զարգացման ծրագիր չունի։ Այդ որ մենք ասում ենք սովետի վաղ մաստաճյուղեր են եղել, կարի ֆաբրիկաներ, տրիկոտաժ բան, դա եղել է պետական ծրագրով։ Հիմա սովետ չկա։ Պետական ծրագիրը, բայց դուք դի ունենաս, Ֆրանսիան ամբողջապես պետական ծրագրի վրա է գործում։ Դա չկապ չունի սովետներ չլինելու է, որպեսզի մարդը իմանա իր համայնքում սենց աշխատատեղ առնելու։ Սա է ամբողջ խնդիրը։ Եղած աշխատատեղերում էլ վարձատրությունն է ցածր, այնքան որ չի բավարարում անգամ մինիմալ կարիքներին։ Պետական համակարգում պաշտոնական միջին աշխատավարձը 260,000 դրամ է, մասնավոր հատվածում շուրջ 300,000, 300,000-ից մի քիչ ավել է։ Բավարար է, թե բավարար չի։ Էդ էլ բավարար չի, այս գնաճի պայմաններում։ Նվազագույն աշխատավարձը գիտեք, որ 75,000 դրամ, դրա մասին ընդհանրապես խոսք չկա, որ դա շատ հեռու է, կամ միջին թոշակը այսօր 50,000 դրամ է, նվազագույն թոշակը 36,000 դրամ է, միջին նպաստը 40,000 դրամ է։ Հեռու է, շատ հեռու է, աստղաբաշխական չափերով քաղաքացու նվազագույն կենսամակարդակը ապավելու համար, որովհետև նվազագույն կենսապահովման զամբյուղը 80-82,000 դրամ է, դե հիմա 36,000 դրամ, էդ էլ այդ 80-82,000-ը տենց ասելով է, դուք նայեք, որ ընդհանուր գների մեջ պարենային ապրանքների գները կամ առողջապահական ծառայությունների գները ինչ վիճակում է, անհնար է իհարկե, լուծումներ կա այս առումով, իհարկե լուծումներ կա, որն է լուծումը, սրա մասին շատ եմ ասել, այս երկիրը պետք է լուրջ տնտեսական աճ ունենա, Հայաստանում կա մոտ 700,000 աշխատող վարձու, դրանցից 400,000-ը ստանում են մինչև 200,000, բայց կարող է 200,000-ներ ստանում են 120,000, հիմա այդ փողով կարած դու ապրես ընտանիքը, չի կարող, հիմա ինչ անի, կոչվում է աշխատող աղքատ, աշխատանք ունի, բայց աղքատ է։ Վանաձորցիներին մտահոգում է նոր սերնդի կրթության զբաղվածության հարցը, առանց կրթված ու զարգացած սերնդի ասում են առաջընթաց հնարավոր չէ։ Գյուղական համայնքներում, գյուղական շրջաններում չկան այնպիսի ռեսուրսներ, որ գյուղացի երեխան կարողանա գնա եւ իր գյուղում ինչ-որ սպորտային համալիրում մասվի, սպորտով զբաղվի։ Ոչ մի դպրոց Հայաստանում չպիտի փակվի։ Ուզում եմ հստակ հայտարարել դրա մասին եւ խոսք տակ, որ քարոզելու եք այդ հարցը բոլոր հանդիպումներում ամենտեղ ամբողջ Հայաստանում։ Լիիրավ կիսում եմ ձեր հարցադրումը, որ դպրոց պետք է չփակվի։ Ուրիշ բան է, որ այդ շենքից վտարային դպրոցը դուրս գա, կողքը կամ մի քանի կիլոմետր այն կողմ գնա, որ սպասարկի։ Իհարկե գյուղերն որ 6 աշակերտ կա դպրոցում։ Պիտի պահենք դպրոցը։ Դպրոցը պետք է լինի։
Պետք է այդ 6 աշակերտի համար դու ջանքեր, իսկ ով է մեղավորը, որ 6 աշակերտա մնացել։ Եթե նույնիսկ մեկ երեխա կա ու կարիք ունի գյուղում կրթության, դպրոց չպետք է փակվի։ Դա բիզնես չէ։ Պետությունը չպետք է նայի դպրոցին կրթական համակարգին որպես բիզնեսի։ Եթե շահաբեր չէ, ուրեմն փակենք։ Տեսեք, մեր երկրում կան շատ մասնավոր, բավականաչափ մեծ բյուջեներ ունեցող մասնավոր դպրոցներ։ Եվ նրանք հարկեր են վճարում, շատ բարձր, մեծ ծավալի հարկեր։ Ինչ է դժվար է վերաբաշխել այդ գումարները ուղղակի սուբսիդավորելով այն դպրոցների ենթակառուցվածքը, ջեռուցում, ջրամատակարարում եւ այլն աշխատավարձեր, ուսուցիչների եւ այդ խնդիրը լուծել ու փակել։ Զբաղմունք գրեթե չկա նաեւ մանուկների համար։ Հարակից Արջուտ գյուղից են խնդրի մասին խոսում։ Ունենք մանկապարտեզ, որտեղ աշակերտը սանը միջև հասնում է մանկապարտեզ, արդեն տունդարձի ժամանակն, այսինքն 9:30 դասերը սկսվում է, 1:30 ավարտում, դա կարելի ասել մանկապարտեզ չի։ Մանկապարտեզները հանրապետությունում պետք է ալի ծրի։ Ծրի լինեն բոլոր մանկապարտեզները։ Դա ընդամենը 12-ից 14 միլիարդ դրամի պատմություն է։ Հիմա եթե ես վերցնում եմ $1 միլիարդ պարտք տարի, չեմ կարող 30-40 միլիոն դոլար ծախսեմ նրա վրա, որ մանկապարտեզները ծրին, իսկ ինչ սոցիալական էֆեկտ կտա դա մեր ընտանիքների, մեծ էֆեկտ կտա։ Առօրյա հոգսերից զատ կարևոր է նաև ժողովրդի հոգեբանական վիճակը, հատկապես պատերազմից հետո։ Այս հարցն էլ չեն շրջանցում Վանաձորում։ Ինչպես են մարդիկ ապրում սահմանամերձ գյուղերում, թշնամուց մի քանի մետր այս կողմ տեսել ու ազդվել էր վանաձորցի երիտասարդներից մեկը։ Պատերազմի ժամանակ բոլոր սահմանամերձ գյուղերը մարդիկ ավելի ուրախ էին, քան որ այսօր խաղաղ պայմանը մարդկանց հետ խոսում ես։ Բոլորը հուսալքված են։ Հայ լինելու հիմնական առհավատչան եւ գրավականը մեր հայ ինքնության պահպանումն է։ Ամեն մարդ զուգահեռ մտածում է, որ այդ արժեքները կրելով ինքը պետք է երջանիկ լինի։ Երջանիկ մարդ, երջանիկ ընտանիք։ Եվ ամեն մի ընտանիքի ու մարդու համար երջանկության բանաձևը ֆորմուլան տարբեր է։ Մեկը շատ տարվում է գիտությամբ, կրթությամբ, բանով սկսում է այդ, մեկը բիզնեսով է տարվում, իրան հետաքրքրում է մյուսին հետաքրքրում է ազդեցություն ունենա շրջապատի վրա, ազդեցիկ մարդ դառնա շրջապատում։ Դա մեկն էլ ուզում է այդ ամեն ինչը ունենա միանգամից, որը անհնար է։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը կազմված է լինելու բացառապես մարդկանց առաջարկներից, մարզային այցերը շարունակվում են ժողովրդի միտքը հասկանալու, ծրագիրը համալրելու ու նոր գաղափարները կյանքի կոչելու համար։ Էրմինե Ղարիբյան, Ալիսա Մելքոնյան, Հայկ Սուքիասյան, Էպիկենտրոն։